Բարև ձեզ, եթերում ռեգիոն տարածաշրջանային դուրեք հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել, միաժամանակ պահպանելով փխրուն հրադադարը։ Այս գիշեր Միացյալ Նահանգների զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների հարվածներ են հասցվել Իրան Շագրի օդանավակայանին, Բանդար-Աբաս նավահանգստային քաղաքի երկաթուղային կայարանին եւ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող երկու կամուրջների։ Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից են հայտնել են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ամերիկյան հարվածների զոհերի թիվը հասել է 38-ի, տուժածների թիվը գերազանցել է 400-ը։ Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել ծոցի երկրներում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում եւ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին։ Իրանը պլանավորում է Ռուսաստանի հետ էլեկտրոէներգիա փոխանակել Ադրբեջանի տարածքով։ Ամռանը Իրանը էլեկտրոէներգիա կստանա Ռուսաստանից, իսկ ձմռանը ինքը կտա Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մուստաֆա Ռաջաբի Մաշհադին։ Մենք նախկինում հաջողությամբ փորձարկել ենք էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունը։ Սկզբնական փուլում նախատեսվում է Իրանի եւ Ռուսաստանի միջև 300 մեգավատ էլեկտրաէներգիայի փոխանակում։ Այս թիվը կարող է աճել, հասնելով մինչև 1000 մեգավատ։ Հուլիսի 13-ին Շուշիի 4-րդ Global Media Forum-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ դժգոհել է, որ արևմտյան երկրները Հայաստանի նկատմամբ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունեն։ Երբ Հայաստանը սկսեցին ներկայացնել որպես տարածաշրջանի տրանսպորտային գլխավոր հանգույց, դա իհարկե մեծ շփոթություն առաջացրեց։ Մի երկիր, որը որևէ գործ չունի որպես տարանցիկ պետություն, հանկարծ հայտարարվում է տրանսպորտային գլխավոր հանգույց։ Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված նման գնահատականները։ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է ուկրաինական տարածքների օկուպացիայի մեջ։ Շուշիի 4-րդ Global Media Forum-ի ժամանակ նա հայտարարել է, որ Բաքուն միշտ աջակցել է եւ կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այսօր ես կրկնում եմ այն խորհուրդը, որ տվել է Ուկրաինային անցյալ տարի՝ երբեք չհաշտվել օկուպացիայի հետ։ Հենց դա էլ նրանք անում են։ Իհարկե, տարիների ընթացքում եղել են դժվար ժամանակներ, մենք դրա վկան ենք եղել։ Մենք գիտենք, որ որոշակի շրջանակներ ճնշում են գործադրել, առաջարկելով դադարեցնել գործողությունները եւ ամրագրել օկուպացիան։ Ուկրաինայի ժողովուրդն ու կառավարությունը բնականաբար չեն համաձայնել դրան։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարություններին, նշել, որ Ադրբեջանի տեսակետն իրենք սխալ են համարում։ Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, որն արտահայտել է նախագահ Ալիևը, պետք է ասեմ, որ կան մի շարք պետություններ, որոնց հետ թեև մենք շատ սերտ հարաբերություններ ունենք, բայց նրանք նման տեսակետ են որդեգրել։ Մենք այդ մոտեցման հետ կտրականապես համաձայն չենք, եւ դա տարակարծությունների տեղիք է տալիս։ Մենք բոլոր խողովակներով հետևողականորեն եւ հիմնավորված ձևով կբացատրենք, թե ինչու ենք դա սխալ համարում։ Ադրբեջանում նոյեմբերին Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը կանցկացնեն Eternity 2026 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվել է, որ զորավարժությունների նախապատրաստման նպատակով տեղի է ունեցել գլխավոր պլանավորման համաժողովը։ Զորավարժությունների 3 երկրների զինծառայողների հետ կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության եւ Ադրբեջանի երկաթուղիներ Փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղաքացիներին տեղափոխող նավն Օդեսայի ափերի մոտ հուլիսի 14-ին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Նավում եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի։ Ըստ արկա տեղեկությունների, նավապետից բացի, որն Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամները տեղափոխվել են Օդեսայի ափ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նավապետին գտնելու համար։ Ավելի ուշ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նավապետ Մամեդ Ռուսուլայևը զոհվել է։ Փրկված 10 քաղաքացիները Մոլդովայի տարածքով վերադարձվել է հայրենիք։ Ձերբակալվել է Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանները վնասելու մեջ կասկածվող անձը։ Ըստ թուրքական աղբյուրների վանդալիզմի մասին հաղորդում ստանալուց հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Կասկածյալը նույնականացվել է եւ կալանավորվել։ Ավելի վաղ Պոլսո հայոց պատրիարքարենը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ներխուժել էր Ստամբուլի Սկյութար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնասել էր 6 թամբարան եւ 1 աղբյուր։
Պատրիարքարը դատապարտել էր համայնքի սրբազան աշակերտների դեմ գործած հարձակումը, միաժամանակ հույս հայտնել, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը։ Կաբամոնդաշվի Թբիլիսի Ռիգե հրապարակի հանրահայտ կժեր կառույցը, որը տեղադրվել էր նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի նախաձեռնությամբ 2012 թվականին։ Թբիլիսիի քաղաքապետ Կախակ Ալաձեն հայտարարել էր, որ այն բացարձակապես չի համապատասխանում քաղաքի զարգացման ծրագրերի եւ անպետք է։ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Վրաստանի կառավարության 2025 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, ինչը կարող է ներառել նաեւ կառույցի քանդման աշխատանքներ։ Դա մասնավոր սեփականություն է։ Տարիներ շարունակ շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, մատնվել էր անգործության եւ ըստ էության վերածվել էր աղբանոցի։ Մասնավոր սեփականատերը որոշել է քանդել այն։ Քանդման ավարտից հետո սեփականատերը նոր նախագիծը կներկայացնի քաղաքապետարանին, եւ մենք կքննարկենք այս տարածքի հետագա զարգացումը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաթումի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հուլիսի սկզբին Թբիլիսիում 20-ամյա ադրբեջանուհի Ֆաթիմա Քելիմովայի սպանության մեջ կասկածվողը։ Կասկածյալը սպանվածի զարմիկն է, այս մասին ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։ Կասկածյալը կյանքին սպառնացող վնասվածքները պատճառել Թբիլիսիում ժամանակավոր բնակվող իր ազգականին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Ըստ նախնական տվյալների, Ֆաթիմա Քերիմովան մայիսի կեսերին Վրաստան է ժամանել ընկերոջ հետ, որը նրան բռնության է ենթարկել, ապա լքել։ Ֆաթիմա Քերիմովայի սպանությունը ուրն քննարկումներ է առաջացրել Ադրբեջանում։ Հաստատին նա դարձել է պատվի համար սպանության ադրբեջանցի հերթական զոհը։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի եթերում։